Վահագն Մուղնեցյան արձակագրի կայացման գործում շատ էական է եղել 3 գործոն, 3 բարեբախտություն ավելի ճիշտ։ Առաջին բարեբախտությունն այն է, որ նրա ակունքները Արևմտյան Հայաստանից են գալիս եւ դա անմիջականորեն ներազդել է նրա հոգեկերտվածքի, նրա լեզվամտածողության, նրա աշխարհընկալման վրա, ինչը երևում է նաեւ նրա արձակում։ Երկրորդ բարեբախտությունն այն է, որ նա կարողացավ շրջանցել Հրանտ Մաթեոսյանական այդ ոլորապտույտը, այդ ոլորանը, շրջապտույտը, ջրապտույտը, այն առումով, որ նրանք, ովքեր հայտնվեցին այդ ջրապտույտում, նրանք այլևս չկարողացան փրկվել այդտեղից եւ իհարկե կան որպես արձակագիրներ, բայց չունեն իրենց սեփական ձեռագիրը։ Վահագն Մուղնեցյանի բարեբախտությունը հենց նա էր, որ նա շրջանցեց այդ ջրապտույտը եւ ունեցավ իր սեփական ոճը, իր անհատական ձեռագիրը։ Եվ դա շնորհիվ իր հոգեկերտվածքի, ինչպես որ ես նշեցի, շնորհիվ իր լեզվամտածողության, նա այնքան վարպետորեն է առասպելականի եւ իրականի սահմանները խախտում, որ հաճախ ընթերցողը ինքն էլ չի պատկերացնում, թե նրա կողմից նկարագրող գործողությունները իրականում իրական են, թե առասպելական։ Նա ըստ էության ոչ թե վեպ է գրում այնպես ինչպես որ պետք է գրվեր իր բոլոր կանոններով, իր բոլոր չափանիշներով ու չափորոշիչներով։ Նա գրում է այնպես ինչպես ինքը ուզում է եւ հենց դա է նրա արձակի հաջողության գրավականը։ Արձակի աշխարհում մակընթացությունից հետո Վահագն Մուղնեցյանը թվում էր թե կդադարի եւ ինչ որտեղ կսպառվի, տեղատվության կենթարկվի, բայց էական էր, որ նա իր մեջ գտավ երկրորդ ներուժը եւ մեզ հանդիսացավ, մեզ ներկայացավ երկրորդ մակընթացությամբ, դա չափածոյի բնագավառում։ Բոլորը գիտեին, որ Վահագն Մուղնեցյանը բանաստեղծություններ է գրում, նա նույնիսկ ժողովածու ունի փոքրիկ հրատարակած զուգահեռ արձակգործերին զուգահեռ։ Նրա բազմաշավիղը եկավ հաստատելու, որ նա ոչ թե բանաստեղծություններ է գրում, այլ նա բանաստեղծում է, նա բանաստեղծ է, այնպես ինչպես որ նա ոչ թե սոսկ արձակագիր է, այլ նա վիպերգում է, նա առասպելաբանում է, հենց դրանով է նրա ոճը առանձին, հենց դա է պատճառը, որ Վահագն Մուղնեցյանի հետ ոչ մեկին չես կարող շփոթել։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Վահագն Մուղնեցյանի բանաստեղծական լեզուն արդի հայերենյան ամենազուլալ ակունքներից է սնվում։ Այդպիսի լեզու ուներ նաև ժամանակին Վահան Տերյանը։ Չեմ վարանի ասել, որ Վահագն Մուղնեցյանը մեր գրական հերկի Վասակ Մամիկոնյանն է, այն առումով, որ ինչպես նա էր ամուր կանգնած իր ոտքերով երկու լեռների վրա, խոսքը հունած եւ պարսից աշխարհների մասին է։ Այնպես էլ Վահագն Մուղնեցյանն է ամուր կանգնած արձակի եւ չափածոյի իր լեռնագագաթների վրա։ Սիրելի Վահագ, շնորհավորում եմ 75-ամյակդ, ուրախ եմ, որ դու կաս, շնորհակալ եմ նաև, որ դու կաս, շնորհավորում ու շնորհակալ եմ քո վաղամեռիկ ծնողներին եւ ինչպես որ դու սովորաբար դիում ես մեզ, ինչպես որ դու կասեիր, հարգամ եւ պատիվ, սիրելի եղբայր։